Արագածոտնի նախկին մարզպետ ՀԿ-ական Սարգիս Սահակյանից գույքեր և դրամական միջոց կբռնագանձվի։ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց։ Սարգիս Արտաշեսի Սահակյանին պատկանող գույքերի վերաբերյալ ուսումնասիրությունը գլխավոր դատախազության ապօրինցակում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչությունում սկսվել էր 2021 թվականի փետրվարի 25-ին։ Սարգիս Սահակյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում այնպիսի արարքների կատարման համար, որոնք որ նախատեսված են ապօրինցակում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, մասնավորապես իշխանական լիազորությունների չարաշահման մեջ էր մեղադրվում Սարգիս Արտաշեսի Սահակյանը, որը նաև հիմք է հանդիսացել ուսումնասիրություն սկսելու համար։ Ուսումնասիրության ընթացքում հարցումներ են կատարվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև ստացել են բանկային, հարկային, ապահովագրական, վարկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Այդ վերլուծության հիման վրա իրավասու մարմինը հանգել է եզրահանգման, որ Սարգիս Արտաշեսի Սահակյանին ենթադրաբար պատկանում է ապօրինցակում ունեցող գույք, որի արժեքը գերազանցում է ապօրինցակում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով նախատեսված նվազագույն շեմը, այն է 50 միլիոն ՀՀ դրամը, եւ ըստ էության 2024 թվականի փետրվարի 23-ին գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է արդեն համապատասխան հայցադիմում Սարգիս Սահակյանի եւ փոխկապակցված անձանց դեմ։ Բռնագանձման ենթակա ժամանակահատվածի սկիզբ է համարվել 2002 թվականի նոյեմբերի 29-ը, երբ Սարգիս Սահակյանը զբաղեցրել է հայտարարատու պաշտոն, նշանակվելով Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Այնուհետև 2009-ից մինչև 2016 թվականը Սահակյանը եղել է Արագածոտնի մարզպետ։ Ըստ դատախազության հայցադիմումի հիման վրա հակակոռուպցիոն դատարանում իրականացվել է դատաքննություն, որի ընթացքում հետազոտվել են գործին առնչվող բոլոր ապացույցները։ Արդյունքում 2026 թվականի հուլիսի 24-ին դատարանը կայացրել է վճիռ։ Մասնավորապես ըստ վճռի հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը, նշեմ նաև, որ այդ բնակարանի շուկայական արժեքը կազմում է 54 միլիոն 300 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տուն ամբողջությամբ։ Ըստ դատախազության դատարանը բավարարել է նաև դրամական պահանջը, պետության օգտին բռնագանձման ենթակա ճանաչելով ավելի քան 184 միլիոն 222 հազար դրամ։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։